Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, հունիսի 5 Եվ Տեր Աստված նրա ետևից դուռը փակեց, Ծննդոց 7:16 Աստվածային սիրո ձեռքը փակեց տապանի դուռն ու Նոյին և նրա ընտանիքին առանձնացրեց մնացած աշխարհից։ Փակված դուռն իրենով խորհրդանշում է մեր առանձնացումը չարի աշխարհից մեր ընտրյալ լինելը։ Մենք այս աշխարհից չենք, ինչպես և մեր Տերն է այս աշխարհից չէր։ Մենք չենք կարող աշխարհի հետ միասին կիսել նրա մեղքերը, հետաքրքրություններն ու հաճույքները, խավարի ժառանգորդների հետ միասին մասնակցել սնափառության տոնավաճառին։ Մեր երկնավոր Հայրը մեր հետևից փակել է դուռը, ինչպես այն փակեց Նոյի հետևից։ Դու և քո ամբողջ տունը մտեք տապանի մեջ, հրավիրեց նրանց Տերը, պարզ հասկացնելով, որ ինքն անձամբ տապանի մեջ է լինելու Նոյի և նրա ընտանիքի հետ։ Եվ այսպես բոլոր ընտրյալներն Աստծո մեջ են, իսկ նա նրանց մեջ։ Երանելի են նրանք, որ Աստծո ընկերակցություն ունեն Հոր, Որդու և Սուրբ Հոգու մեջ։ Չարհամարենք Աստծո օրհնյալ խոսքերը։ Եկ իմ ժողովուրդ, մտիր քո սենյակները, քո հետևից փակիր քո դռները, ծածկվիր մի փոքրիկ վայր, մինչև զայրույթն անցնի։ Նոյն այնքան հուսալի էր փակված, որ ոչ մի չարիք չէր կարող դիպչել նրան։ Ջրի բարձրացած մակարդակը նրան մոտեցնում էր երկնքին, և անկաշկան քամիները փչում էին ճանապարհին։ Տապանից դուրս թափվում էր մահը, իսկ ներսում թագավորում էր խաղաղությունն ու անդորրը։ Նույն կերպ Քրիստոսից դուրս մենք մահանում ենք, իսկ Հիսուս Քրիստոսում կատարյալ ապահովություն ունենք։ Նույն այնքան հուսալի էր փակված, որ նա չնչին ցանկություն անգամ չուներ այնտեղից դուրս գալու։ Այդ պատճառով նրանք, ովքեր Քրիստոսին հետևում են, նրանում են մնում հավիտյան։ Նրանք երբեք ստիպված չեն լինի դուրս գալ, քանի որ նրանց փակել է մշտնջենական իմաստությունը, և ոչ մի չար դիտավորություն նրանց չի հասնի։ Դավթի տան իշխանը փակում է, և ոչ ոք չի բացի։ Կգա օրը, երբ նա իրոք կանի դա, և զուր կլինի թակել ու կանչել. «Տեր, Տեր, բաց արա»։ Այն նույն դուռը, որ փակեց իմաստուն կույսերի հետևից, կփակվի հիմարների առաջ հավիտյան։ Տեր, ներս թող ինձ ու փակիր քո շնորհքի համեմատ։